Նոր պաշտպանի պես մասնակցությունը անհրաժեշտություն չկար, դատանու բացառություն արվեց, որպեսզի քննարկվեց միջնորդությունը։ Եթե պաշտպան Խուդյանը եւ մյուս դատարության մասնակիցները չեն առարկի, որպես այլ հարցերի շրջանակում քննարկվի սույնը կա առարկություն, լսենք հետո անդրադառնանք չկար։ Հարգելի դատան, իմ վստահորդի նկատմամբ կիրառվել է սահմանափակում 8-ից 9, չէ՞։ 9-ից 8-ը առավոտյան 9-ից երեկոյան ժամը 21:00-ից մինչև ժամը 8:00-ն հաջորդ օրը։ Հաջորդ օրը։ Հիմա մենք խնդրում ենք այդ ժամկետը երկարացնել մինչև 01:00, թե 00։ Եթե նրան մինչև 01:00-ն պատճառը կայանում է նրանում, որ ինքը որդին զինվորական ծառայություն է անցնում ու ինքը այցելում է իր որդուն պարբերաբար։ Այդ ժամանակահատվածում, երբ որ այցելում է, ինքը ոնց որ հարկադրված ալում շատ արագ էլի վերադառնա։ Հեռավորությունը շատ մեծ է, որպեսզի հասցնի ժամը 21:00-ին տանը լինի։ Ու դա, այսպես ասած, անհարմարություններ է ստեղծում վստահորդիս համար։ Եթե հնարավոր է ժամկետը երկարացնենք ժամը 1-ից գիշերը կամ 00-ից կամ 01:00, երբ ձեզ հարմար է, որպեսզի հնարավորություն ունենաս, կարող եք գրավոր տեսքով ներկայացնել։ Հա, խնդիր։ Որտեղ նշում եք ձեր պաշտպանյալի նկատմամբ անազգանուն հայրանը չնշելով, եթե կարող եք կարճ գրավոր տեսքով որդին որտեղ է ծառայում, Վարդենեսում։ Այդ ուղղակի եթե կարելի է չնշենք որտեղ է ծառայում, ու հեռու է, էլի զորամասի համար բան կարանք տանք, ուղղակի քանի որ դռնբաց է, դրա համար չենք ասում զորամասի համար, բայց հեռու է, Երևանից հեռու է, մոտիկ չի։ Բայց խնդիր չկա, ուզում եք գրավոր։ Այստեղ շուրջ որքան ժամ է տևում։ Դուք առավոտյան եթե մեկնեք, 5.5 ժամում, եթե ազատալինում եք, 5.5 ժամում։ մոտավորապես 170-180 կիլոմետր հեռով, հա, ճիշտ եմ ասում։ Եթե Երևանից Էջմիածից 20 կիլոմետր է ավելանում։ Հա, 200 կիլոմետր։ Ինքը պայմանները չի խախտում, բայց չխախտելը մի քիչ ռիսկ է, էլի ստեղծում, որ այսպես ասած, որ այդ ժամին հասնի տուն։ Լավ։ Ես գետազում է խնդիր չկա, հաջորդին գրավոր կներկայացնեմ։ Որ կարող եք ես պայն քննարկել ես հարցը, թե գրավոր ներկայացնել ու ինչպես եք բանանում։ Վերջնական ձեր դիրքորոշումը հայտնեք։ Պատվարժան դատարան, ես առաջարկում եմ բանել, որտեղ նենց փաստական հանգամանքների մասին չենք խոսում, քանի որ ես էլ եմ Արսենի շահերը ներկայացնում, նաև լրացուցիչ խնդիր կա, որտեղ երբեմն գալիս է ազատ արձակման եւ հետ զորամաս տանելու խնդիրը կա, որ երեկոյան ժամը արդեն լինում եւ արդեն հաստատ ժամը 9-ից հետո է լինում, էլի մինչեւ կարողանալու է վերադառնալ։ Գերավոր տեսքով, թեկուզ ձեռագիր։ Կարող եք մի փոքր հենց այս նիստի այսօրվա ընթացքում ներկայացնել քննարկման առարկա դարձնենք, էլի։ Հնարավորություն կունենաք։ Անպետք չեմ 5 րոպեով կամ եթե կարող եք այս ընթացքում լրացնել, միանգամից լրացնեք քննության առարկա դարձնենք։ Արագ։ Գերավոր տեսքով կարող եք այդ միջնորդությունը ներկայացնել, եկոս 10 րոպե հետո կամ մի ժամ հետո ներկայացնեք քննարկման առարկա։ Բարի։ Ուրեմն այսպես անենք։ Հետաձգվում է ձեր միջնորդությունը սույն դատական նիստի վերջում կքննարկեք։ Լավ։ Այս ընթացքում փորձեք գրավոր տեսքով ներկայացնել, կամ դուք կամ Խուդյանը դուք ներկայացեք քննարկման առարկա դարձնեք։ Ինչ միջնորդություն ունեք էլ, չկար էլ։ Պատվարժան դատարան, անցած նիստին էլ ասեցի, Բագրատ Սարգսյանի այս ճաղերի հետ բայելու հարցը, ազատ արձակելու հարցը, ամբողջ աշխարհի արժեքի առջև հայտարարակ է պատվարժան դատարան։ Մեր Սարգսյանի բայելով, չգիտեմ, ես առաջարկում եմ այդ հարցը քննարկել օր առաջ հայտարարել։ Դատարանը պարտավոր է այսպես թե այնպես անդրադառնալ այս հարցին ապրիլ ամսվա մեջ, այս ապրիլ ամսվա մեջ։ Այսպես թե այնպես անդրադառնալ եք այս հարցին ապրիլ ամսին։ Հա, հիմա ասենք այսօր անդրադառնանք։ Լավ։ Դարան մեկ միջնորդություն ունեի, այս նույնական շատ արագ դուսով հաստեկացում եմ, անձնագի հետ կապված է, կարող Գումուշյանի անձնագի հետ լրացել է, նույնների հետ կապված
Իում պետք է ներկայացնի անձնագիտությանը ու կանոնամասնակցի ընտրություններին։ Քրեակատարական հիմնարկից կարող եք ուղարկել մեջերին, թե այս պայն եք սենց բան։ Չէ, Տնային կալանքի տակ եք։ այո, գրավոր ուղարկել եմ դատարան, եթե չի հարցել ինձ մոտ է, Երբ եք ուղարկել դա։ այսօր ուղարկել Այս պայդրությամբ ինձ մոտ արկա չէ։ Ամրագրել եմ այդ ապրիլի 14-ին, ապրիլի 14-ին ամրագրել եմ այդ, ստանցուլացել նաև ստանցակումները անձնագիտությանով էր կապված։ Օրինակ դեմ կտրամադրեք։ Այսինքն ժամկետը անձնագրի ավարտվել է, հա, որտեղ 25 թվականում սա դատարան թվականի հունիսի 7-ին է ավարտվել, ամրագրել եմ այդ, ենթադրել եմ, որ եթե ստացվի ապրիլի 14-ին ժամը 12:05 15 րոպե հայտնի ոստիկանության աշխատողներ միասին։ Երկու շաբաթ հետո։ Բարարկություն ես մաս։ Բարը, միշտորությունը կթուլատրվի, միշտորությունը բավարարում է, մեղադրել են կթուլատրվի, որպեսի այցերի մաշտոցի անձնագրային բաժին ամրագրման ապացույցը արդեն իսկ ձեր կողմից ներկայացված է, նշված օրը ժամը 12:05, բնականաբար պրոբացիայի ծառայության աշխատակիցների հետ համաձայնեցնելով եւ համապատասխան իրավասու մարմնի աշխատակցի ուղղությամբ։ Որպեսզի նշված կազմակերպությունում աշխատի որպես հերթապահ մասի համակարգողի պաշտպանին եւ աշխատանքներին կարող է ներգրավել նաեւ գիշերային ժամերին, ինչը սույն միջոցի հետ անհամատեղել է։ Դուք այդ հանգամանքով պայմանավորված պատվարժան դատարան ես խնդրում եմ, որպեսզի միջոցի ժամային սահմանափակումը վերացնել, որպեսզի կարողանա աշխատել եւ փոխալ ընտանիքի օգսը։ Հաստատուղթը ներկայացնեմ, տրվել է 3։ Երբ եք այդ միջնորդությունը ներկայացրել, դուք նշում եք, որ ներկայացրել եք։ Որ միջնորդություն։ Այս որին արեցիք։ Միջնորդությունն նոր է ներկայացնում, տեղեկանքը ներկայացած դատարան։ Տեղեկանքը ներկայացրեցիք, իսկ միջնորդությունը գրավոր տեսքով ներկայացնեք դատարանին։ Եթե կարիք կա, մենք ձևակերպեմ գրավոր ներկայացնենք։ Տեղեկանքը կմնա, միջնորդությունը գրավոր տեսքով կներկայացնեք, քննարկվի, այս պայն չի քննարկվում, կհետաձգվի։ Խնդրեմ։ Միջնորդությունը ես ունեմ կապված Արմեն Ալեքսանյանի առողջական վիճակի հետ, դատարանին ներկայացնում տեղեկանք տրված բժշկական կենտրոնից, որի համաձայն կասկած կա նշվում է դիագնոզ ողնաշարի կոդկային հատվածի դիսկերի ճողվածքներ եւ անհրաժեշտություն առաջացել MRT հետազոտության։ Միջնորդն ոչ թե փոփոխել խափանման միջոցը, խափանման միջոցի պայմանը վերանայել, էլեկտրոնային սարքը, որը հակացուցված է, չի կարող էլեկտրոնային սարքով անձանցնել այդ հետազոտությունը, խափանման միջոցի պայմանների ապահովումը կատարել առանց էլեկտրոնային վերահսկողության, որպեսզի կարողանա։ Կոնկրետ ամսաթիվ չեմ նշել, որտեղ քանի որ տնային կալանքի տակ չէ, դա դեռ ենթակա է համաձայնեցման։
Իզբիրյան կենտրոնից է տրամադրված, սա չէ տեղեկանքը։ Մորի։ Պաշտպան Խուդարյան, կարճ տեսքով ներկայացնեք այդ ձեր միջնորդությունը գրավոր։ Երկուստ կարճ։ Պատվարժան դատանիությունը կներկայացնենք, ճիշտ ասած չեմ հասկանում դատանի մոտեցման փոփոխությունները, որտեղ նման միջնորդություններ բազմաթիվ անգամ քննարկել ենք, բայց եթե ասում եք կներկայացնենք։ Կարճ ուղղակի շատ, որպեսզի տեղեկանքը տրված է 310326 թիվ։ Այստեղ նաև երբ պետք է MRT քննությունը անցնել է անձը։ Հնարավորությունը առաջան էլի, երբ որ սարքվել է այդ անեն պրոբացիայի ծառայությունը այդ ժամանակ էլ պետք է որ պայմանավորվի գնա։ Լավ։ Կա պատճես սրած, բնորեն կա դատարաններ տրամադրում։ Անհրաժեշտություն կա զնելու։